Ֆրինյուզի եթերում հերթական միացումն է Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Ողջույն Գագիկ ջան, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն, դու։ Լավ, ես էլ եմ լավ։ Փաստորեն շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը, որը մինչև եթերն էլ մենք քննարկում ենք, կարելի է ասել վարչապետ Փաշինյանի այսպես ուղերձներ, պաշտոնական ուղերձ չէր իհարկե, լայվի տեսքով, բայց այստեղ ինքը կրկնեց մի հետաքրքիր բան Արցախյան շարժման մասին, Ղարաբաղյան շարժման մասին եւ ներկայացրեց ավելի անկեղծորեն այն փաստը, որ եթե շարժումը կա, ուրեմն նշանակում է պատերազմ։ Եթե շարժում չկա, ուրեմն նշանակում է խաղաղություն։ Եթե շարժում չկա, նշանակում է պետքա նաև սահմանադրության մեջ այդ կետը փոփոխության ենթարկվի, հա, հռչակագրի հղումը Արցախի անկախության վերաբերյալ ու այսպես ասած շարժվենք առաջ։ Հիմա ըստ քեզ մեր ժողովուրդը այդ ընտրության պարագայում ինչը կընտրի, պատերազմ թե խաղաղություն։ Գագիկ ջան, ես լիարժեք հասկանում եմ ինչ խոսք քո հարցի ենթատեքստը նաև, որովհետև այն իր մեջ պարունակում է նաև մի տեսակ եւ ցավ եւ իր մեջ պարունակում է նաև դժվար մի երևույթ, որը մենք կարող ենք կոչել մեր ինչ-որ հողերի կամ հայրենիքի կամ ինչ-որ մեր հողատարածքների կորուստ, մեր որոշ հայերի, հա, մի մասի Ղարաբաղի հայերի բնորանի կորուստ, այն ինչը տեղի ունեցավ Ղարաբաղի հետ, սակայն մենք պետք է այստեղ մի խնդիր ունենք, մենք պետք է մեր մտահեղությունը, մեր մտածմունքները եւ մեր ընդհանրապես մեր կարծիքները մի քիչ փորձենք ավելի ադապտացնենք այսօրվա իրավիճակին եւ դա անենք առանց վախերի եւ դա անենք վերջնակետը տեսնելով հանդերձ, ինչը կարծես թե վարչապետը, որը ինչ խոսք ժամանակ այլևս չկա, հա, որովհետեւ այս ամբողջը կառուցվում է, ամբողջ թողուբողի մեջով նա եւ առաջին մարտն էր, որովհետեւ գլխավոր պատասխանատուն էր, իր հետևին կար նաեւ ժողովուրդը, որը 21 թվականին չնայած որ նա դե ֆակտո դե յուրե չգիտեմ ոնց ուզում եք դա կոչեք, դա այն վարչապետն էր, որ իր վրա ուզած թե չուզած գրեց այդ պատասխանատվությունը, որը կոչվում է մարտական դաշտի հողի վրա պարտություն, որը իր մեջ ներառում է 90 միլիոնանոց հարևաններով շրջապատված բանակ, իր մեջ ներառում է ինքնասպան, չգիտեմ, այդ Պակիստաններից եկած ինչ-որ մարտիկներ, իր մեջ ներառում ՆԱՏՕ-ի առաջին բանակը, իր մեջ ներառում է այդ բոլոր տարրերը եւ զինվորական եւ նաեւ այդտեղ կարող են նաեւ մտնել, եթե այսպես շարունակելով նայենք, կարող են նաեւ կրոնական հող ինչ-որ որոշ չափով ընտրել եւ դա մեր համար մինուս էր եւ էդ էլ հերիք չէր, մեր գլխավոր դաշնակիցը լուր կանգնած հետևում էր։ Էդ էլ հերիք չէր, նա համաձայնություն էր դե ֆակտո կնքել Էրդոգանի հետ եւ ըստ այդմ նաեւ Ալիևի հետ, որպեսզի Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծվի Ադրբեջանի օգտին։ Հիմա մենք Ղարաբաղի հարց, երբ որ ասում ենք, պետք է շատ լավ, մենք դրա մասին շատ լավ խոսել ենք, շատ լավն ու վատը չկա դրա, հա, մենք դրա մասին շատ ենք խոսել։ Երկար ենք խոսել դրա մասին, այո։ Երկար ենք խոսել, որովհետև Ղարաբաղյան հարցը մենք պետք է մի քիչ ավելի, ինչպես որ հիմա վարչապետն առաջարկում է շատ արագ առաջ գնալ, հա, եւ փակել այդ թեման արագ, որովհետև այդ կարող ենք մենք, հա, տենց գցել բռնողական, տենց մի տեսակ, բայց դրանք բելիցիստական հայտարարությունների իմաստն են, այսինքն հարևան պետությունները դրանք կարող են ինտերպրետացնել այն, որ մենք խաղաղության տակ քողարկված ռևանշիզմին ենք պատրաստվում եւ անընդհատ դա եւ հայաստանյան քաղաքական դաշտում դա անընդհատ քննարկվում է եւ դա անընդհատ քննարկում է, հիմա մենք փորձենք հասկանալ վերջի վերջո a դա որտեղից է գալիս եւ b էդ էլ ենք մենք խոսել ինչու է արվում դա պետք է ժողովուրդը շատ լավ հասկանա, հա, այս 30 տարիների ընթացքում այդ պատրանքը որ Ղարաբաղը մերն է եղել, այդպես չի եղել
այդ պատրանքը որ Ղարաբաղը անկախ է եղել, այդպես չի եղել։ Եղել է մի հնարավորություն էնել վերջում, դա որն էր, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող էր, հա, եթե իհարկե Ռուսաստանի թելադրանքով այդ դաշնակցական եւ մյուս այդ կառույցները ի հակադրում են հայկական ղեկավարության չնախաձեռնեին, հա, այդ չտային այն առիթը, այսպես ասենք Ալիևին, որ նա հարձակվի, նրանք ունեն այդ հնարավորությունը ինքնավարության, հա, մասին խոսելու միջազգային հարթակներում կարողանալու ինչ-որ մի լուծման թերևս գալու, հա, որովհետև հասել էր այդ կետին, բայց նրանք հետևեցին այն ծրագրին, որը իրենց համար արդեն պատրաստել էր Ռուսաստանը եւ օգտագործեց սրանց եւ այս մարդկանց, որոնց նպատակը վերջ-վերջո հասկացան Ղարաբաղը այսպես թողնել, փախնել, գալ Երևանում խժդժություններ անել եւ ապստամբություն անել եւ այսպիսով ստեղծել մի իրավիճակ, որտեղ եւ սահմաններին են գրոհներ եւ ներքին խժդժություններ կան, այնտեղ եթե կարող ենք մի հատ էլ փորձենք սպանենք վարչապետին եւ ռուսական բանակ եկեք մեզ փրկեք թուրքերից պլաններ, որը խախտվեց։ Եթե ճիշտը խոսենք, հա, իրականությունը սա է։ Հիմա այս բոլոր ծրագրերում չենք մոռանում էլի մենք հոկտեմբերի 27 տեսած երկիր ենք։ Չենք մոռանում այս ամբողջը, երբ որ լինում է, այս ամբողջը պատահական չի լինում եւ դրա մասին խոսել ենք հիբրիդային հարձակումների այս կոնտեքստում եւս ընտրություններից առաջ, որ մեզ նաեւ սրանք ծախելու են Ղարաբաղի հարցը։ Իհարկե։ Գալու է մի պահ Ղարաբաղի հարցը եւ այստեղ որպեսի Փաշինյանը ինչ խոս նա շատ կտրուկ է դա արտահայտում։ Դա պետք է ասել, որ շատ կտրուկ է արտահայտում, բայց թերևս իր վրա է վերցնում հարվածը։ Այստեղ պետքա լուրջ յոգնենք, որտեվ նա մի կողմից չի ուզում լինել խավության նոխազ այս պատմության մեջ, որը արդար չի լինի, հա, նրան վերագրել։ Մենք չենք կարող մի նախադասությամբ Արցախը մերն է եւ վերջ վերագրել վարչապետին Ղարաբաղի կորուստը։ Նախ որովհետեւ Ղարաբաղի գրավում որպես այդպեսին չի եղել, բ որովհետեւ այդ Ղարաբաղի հարցը միշտ եղել է այսպես մի հարց, մի թնջուկ, որը հնարավորություն ա տվել Ռուսաստանին մեզ թույլ պահելու եւ ըստ այդմ իշխելու միշտ ասելու, որ թուրքերը հեսա ձեզ կուտեն, վերջի մենք էլ տեսնում ենք, որ այդպես կարող լինի եւ հիմա դա օգտագործվելու է, որպեսզի ասվեն, այդ ձեր խաղաղությունը, որ ասում են, այդտենց բան չկա, այդ մեկ։ Բ դուք հասկանում եք, որ դուք հող եք կորցրել եւ այս հողերը պետքա վերադարձնել եւ վերջո ով է դա ձեզ ասել, ասենք ով է դա ձեզ օգնելու վերադարձնել։ Եթե Ռուսաստանը որ շատ գեղեցիկ ձևով հանձնեց, կարծում եք, որ ձեզ պետք է օգնի վերադարձնելու, ոչ մեկ դրան չի հավատում, սկսած ռուսներից։ Եվ այդպիսի բան չի կարող լինել։ Հետևաբար սրանք պատրանքներ են եւ հետևաբար մենք ինչ ենք ուզում։ Արդյոք մենք ուզում ենք երկել ֆիդայական երկել նորից եւ այդ երկերի ներքո հարվածների տակ ընկնել, չէ, ես վերջո գանք իրականությանը, թե մեր շանս տանք մեր երեխաներին, մենք 4000-ից մի փոքր ավել զոհեր ենք ունեցել։ Դա մեծ կորուստ է մեր դեմոգրաֆիայի վրա, մեր ծնելիության վրա, մեր արական սերունդի զարգացման վրա։ Երբ որ շատերը գալիս եւ խոսում են մենք իքական սերից շատ մարդիկ ունենք, արական սերի քիչ մարդիկ ունենք, ժողովուրդ ջան, 4000-ից ավել, չէ, 4000-ից քիչ։ 4000-ից քիչ։ Հա։ Եկեք ասենք, այո, դրա շուրջ, հա, այդտեղ չհայտնաբերվածներ եւ այլն։ Ամեն մի մահը դա ահռելի մի բան է, ցավ է, բայց դա մի ամբողջ մեր քանակի մեջ դա մի սերունդ է։ Ժողովուրդ, մենք ինչ ենք ուզում։ Ամբողջը հաստատված է։ Առաջին գերտերությունը, որ այսօր եղանակ է որոշում գլոբուսի վրա, մեզ այդ հարցում աջակցում է եւ մեզ այդ հարցում իր ուժն է բերում եւ քաղաքական հողի վրա եւ տնտեսական։ Ինչ ենք մենք ուզում։ Վրաստանի նման, հա, այսինքն այդ Աբխազիան բանը հիշեցնեն, ասեն հեսա մի հատ Ուկրաինա երկուս կանեն ու գանք այսօր մեր երկրի վարչապետը օգնում է Վրաստանին դուրս գալ այդ իրավիճակից իր ելույթի ժամանակ Եվրոպարլամենտում։ Շատերը ասեցին ինչու նա Վրաստանի համար այդպես խոսեց, նա որովհետեւ հերուն նայող ղեկավար է։ Ես դա գովալու իր երկրի շահերից Հայաստանի շահերից է բխում։ Հաշվարկ է։ Մեզ համար դեպի Եվրոպա ճանապարհը Վրաստանով շատ ավելի կարևոր է, կարճ է եւ հետաքրքիր է եւ դա մեզ ել ավելի մեծ ուղղություններ է բացում եւ վրացիք էլ տեսնելով ինչ է կատարվում եւ զոնայով եւ տեսնելով ինչպիսի անհուսալի դաշնակից է
Ռուսաստանը, որը կռվում է դու հիմա հիշեցնես այդ հերթական գյուղը, որտեղ են հասել են եւ որ ավեր Գուլյայ Պոլեն, հա։ Գուլյայ Պոլայում իրանք Գուլյայու թա այդ բանակը, որը ճունի ոչ մի տնտեսական եւ ուժային ռեալ հնարավորություն Գուլյայու Պոլե 4 տարի է ժողովուրդ հասկանում եք եւ այդ դաշնակիցը այսօր մեզ ասում է եւ դա հետաքրքիր ինչ է նա օգտագործում են ում դրանում եւ սրանով ես խոսքը փոխանցեմ քեզ օգտագործում են մեր եկեղեցու գլխավոր բանին հա իրենց համար դա Ռուսաստանի գլխավոր հայ տերտերն է ինքը մենք այդպես խոսենք հա իրենց գլխավոր հայ տերտերն է Ռուսաստանը էլի իրանք ընդունում են իրան որպես գլխավոր հայ տերտեր մենք էլ հասկացել ենք որ Թերևս առնվազն նրա եղբայրը KGB-ի գործակալ է, դե հիմա եթե եղբայրը գործակալ է, ինչ եք ուզում, ես մի եղբայրը լինի, այսպես ասենք, ժողովրդասեր։ Եվ այսինքն եկեղեցին պիտի ասի մենք Ղարաբաղում եկեղեցիներ կորցրեցինք եւ այլ եւ սկսեցինք հանեցինք Սազանդարը, հանեցինք Դուդուկը եւ գնաց Արևմտյան Հայաստանն էլ խառնվեց, Մուշը, Վանը, Արդահանը ֆիդայական երկերով սկսում ենք ընկնել հարվածի տակ։ Եվ այդտեղ Ռուսաստանը գալիս է եւ իր սապոգով մեզ պաշտպանելու։ Եվ Արման ջան, եւս մի շատ կարեւոր հանգամանք։ Բազմիցս Թրամփը խոսել է եւ ընդ որում Թրամփի այդ խոսույթը արդեն հասկանալի դարձավ նաեւ եվրոպական երկրների, նաեւ ծոցի երկրների համար խաղաղությունը լինում է ուժի միջոցով։ Խաղաղությունը ուժի միջոցով չի խոսք գնում հաղթանակի մասին, չի խոսք գնում տարածքային ձեռքբերումների մասին, խաղաղությունը ուժի միջոցով։ Ժողովուրդ, հիմա մենք ունենք այն ուժը, որ մտնենք նման աշխարհաքաղաքական խաղի մեջ, հա, ինչպիսի խաղի մեջ մտավ Իրանը, եւ դեռ պարզ չի, թե Իրանի հետ ինչ տեղի կունենա, ընդ որում անհամադրելի եւ անհամեմատելի են ռազմական հնարավորությունները, մարդկային ռեսուրսները, էներգետիկ ռեսուրսները, հարստությունը, համակրող մահմեդական երկրները ու մենք այսօր ինչի վրա կարող ենք հույս դնել կամ ավելին դու Եվրոպայում ես առավոտից երեկո այդ ինֆորմացիաները քեզ ավելի հասանելի է Գերմանիան ինչի չի հետ ուզում Էլզասն ու Լոթարինգիան իրա պապենական հողն է չէ 100 տարի այդ 100 չէ 150 տարի այդ հողի համար կռվել է Ֆրանսիայի հետ մեկ ինքնատեր եղե մեկ ֆրանսիանատեր եղե բայց ի վերջո եկան հասան այն մտայնությանը որ եղբայր պետք է էսի դադարացնենք խաղաղություն Եվ մենք դա փորձում ենք անել լայն քայլերով եւ շատ արագ եւ դրա պատճառը ակնհայտ է չէ ռուսացիությունը միացեք տեսեք ինչ եք մենք դա անում շատ արագ Ուրեմն առավոտյան լսում էի Դուբայը օրական կորցնում է 50-ից 60 միլիոն դոլար Դուբայը որ համարվում է խաղաղության օազիս այլևս այդպեսին չէ Դուբայը որտեղ հյուրանոցները արժեին 3-400 դոլար 50 դոլարով մարդ չկա, դատարկություն է, բոլորը փախել են, դու պատկերացնում ես նույնիսկ մարդիկ եկել են Օման իրենց կենթանիներին թողել, կապել են այդտեղ այգիներում փախել են։ Հա, դա կոչվում է պատերազմ։ Մի հատ նայեք մեզ մոտ։ Մենք ինչի մեջ ենք։ Խաղաղության։ Եվ ինչն ենք մենք առաջ տանում խաղաղությունը։ Այսինքն դա մի արժեք է, որ բոլորը այսօր ձգտում են դրան։ Եվ դա այսօր մեզ մոտ Ինչքան էլ որ լավ լինի, հա, դեռ մենք կարող ենք կասկածներ դրա շուրջ ներշնչել, բայց մեր գլխավոր օպոնենտը, հակառակորդը հայտարարեց 2 օր առաջ, որ մեր մեջ այլևս խաղաղություն է։ Զախարովային մի հատ էլեմենտներ կան այնտեղ։ Զախարովան հենց դրա անունն էլ տանք։ Հայտարարեց, մենք ուզում ենք օգնենք, դուք լսեք Եկեք մի հատ օբյեկտիվորեն մի բան խոսենք, էլի։ Մի հատ խնդրում եմ իրանք թող ասեն, իրանք ոնց ինչ դիրքերից կարող են խոսել խաղաղությունից,
ինչ դիրքերից կարող են խոսել մարդասիրությունից։ Ես քեզ Երբ որ Զախարովայի հարցով լրացում անեմ, Արման ջան, կներես, որ ընդհատեցի։ Խնդրեմ։ Հենց նախորդին, այսպես 2 օր առաջ Զախարովան իր հերթական սուտի բրիֆինգներ անում, ինչ եմ ասում սուտի եւ ինչ եմ այդ խոսույթով ասում, որտեղ ակնհայտորեն երևում է մարդը դեռ հարցը չտված, ինքը կոնսպեկտն է բացում։ Այսինքն ինքը գիտի թե ինչ են հարցնելու։ Բեմադրություն է։ Հա, բեմադրություն, լրիվ բեմադրություն եւ հարց տվեցին Սերբիայի մասին։ Եվ բան Ռուսաստանը, Սերբիային ինչով կարող է օգնել եւ այլն, եւ շատ լավ պատասխան տվեց։ Իհարկե, դիվանագիտական բոլոր կառույցներով մենք սերբական, պրոսերբական նարատիվներ առաջ կտանենք։ 30 տարի պրոհայկական նարատիվներից էիք խոսում։ Բայց երբ որ եկավ հասավ ռեալ պահը, մենք տեսանք, թե դուք ինչ եք ընդունակ եւ ինչ եք անում։ Այսօր Հարավսլավիայից, որը այսօրվա Հարավսլավիան, այսօրվա Սերբիայի պետական նախորդն էր, չէ՞։ Ինչ է մնացել այսօրվա Հարավսլավիայից Սերբիայի։ Խորվաթիա, Բոսնիա, Հերցեգովինա, 7-8 երկիր երկրամաս առանձնացել դարել են առանձին երկրներ, անգամ սերբերը, որոնք ուղղակի կաթոլիկ են։ Չէ, խորվաթները, եթե չեմ սխալվում, իրենք սերբ են ազգությամբ, ուղղակի կաթոլիկ են։ Նրանք անգամ առանձնացան, նրանք այսօր Եվրոպայի մեջ են, եվրոպական մշակույթի մնացած ամեն ինչի, տնտեսության ամեն ինչի մեջ են։ Իրանք չեն ուզում լինել մի բանի կողքին, որը դեռևս հələ որ մինչև հիմա ինչ որ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Այո։ Գագիկ ջան, ես թույլ տուր նաև մի բան ավելացնեմ, որպեսզի մեր ժողովուրդը իմանա, էլի մենք տվյալներից խոսանք։ Իհարկե բոլոր պրոպորցիաները կարող ենք պահել։ Իրան այս պատերազմում օրինակ արժենում է օրական, ասում են 8-ից 10 միլիարդ դոլար, հա, պատերազմի արժեքն է։ Մեր Հայաստանում պատերազմ երբ որ եղավ, դա արժենում էր տասնյակ միլիոնավոր օրական դոլարներ։ Երբ որ մենք այդ պատերազմի մեջ էինք, մենք այդ պատերազմում էր, որ հասկացանք, որ Ռուսաստանը ընդհանրապես ոչ միայն պատրանք էր եւ դաշնակից չէր, այլ նա շատ վտանգավոր կերպով Ղարաբաղը, որ նրանց նախկին ղեկավար Ստալինը արդեն տվել էր, հա, Բաքվի նավթի դիմաց արդեն տվել էր Ղարաբաղը, հա, ավտոնոմիա, ասենք անունը, բայց տվել էր Ադրբեջանին, հա, Էնգլխից, ու Էնգլխից էլ տենց էր, ու դա թողել են կռվախնձոր, ասում են դիտի մեզ մի օր էլ պետք է, ու տենց անընդհատ օգտագործում են։ Այդ հասկացանք։ Եվ էդ էլ հերիք չէր, մենք ունենք մի երկիր Ռուսաստան, որը օգտագործելով այդ խնդիրը Ղարաբաղի, նաև ուզում էր ուկրաինական սցենար 2 անել, ուրիշ ձևով, այսինքն իշխանության զավթում, հա, Հայաստանի։ Եվ այդ իշխանությունը վերցնել, մտցնել իր այդ միության մեջ եւ գոնե այս տարածաշրջանում իր պրոքսին լինենք։ Մենք ինչ ենք դառնալու այստեղ։ Իր սիրած բառը ֆորպոստ, Ռուսաստանի Հեզբոլլահ Կովկասում։ Հա։ Այդ ենք ուզում, հա։ Ուրեմն այդքան խելք չունենք, հա, որ հասկանանք եւ դրա համար արեցինք հեղափոխություն։ Եվ այսօր մենք պետք է խոսենք նրանից այն հնարավորություններից, որոնք մենք ունենք։ Եթե դուք, օրինակ, եթե հայ հեղափոխական դաշնակցությունը, որը միջոցառումներ է անցկացնում Ֆրանսիայում, օրինակ, եւ որոնց ժամանակ ես տեսել եմ, ասենք Ղարաբաղի հիմնն են երգում դրոշը բարձրացնելով։ Չէ՞։ Հիմա երբ որ դա անում է Ղարաբաղի, ասենք հայ հեղափոխական դաշնակցությունը, հա, որը իր պրոտեստն է, հա, արտահայտում, ինչ է նշանակում։ Արդյոք հայ հեղափոխական դաշնակցության Փարիզի բաժնամունքի բոլորը վեր են կենալու գան եւ գնան կռվեն այդ Ղարաբաղը հետ բերեն։ Կամ ինչ որ մի կերպով դրան լուծում կա, որ այդ հիմնը արեցին եւ հրահարեցին եւ մյուս օր առավոտյան, երբ որ Ադրբեջանը վեր կացավ, այնտեղ մեկու սկսեցին խոսալ։ Արևմտյան Ադրբեջան, որտեղ բանը եկել են եւ մենք ուզում ենք եկել հետ գան, ու հայելային ձևով հիմա սկսենք այդ լուծել, այդտեղ զանգենք Թրամփին, Թրամփ ասի դե մի րոպե դուք էլ ինչ որ բաներ եք ուզում, բելիցիստական հայտարարություններ եք անում, ոնց որ ուզում եք հետ գնալ, մի հատ մի րոպե նայել են ասում եւ էլի ինչին են գալիս ենք էլի կոնֆլիկտայնության։
Այդտեղ trip-ը ասում են դե լավ, եթե այստեղ կոնֆլիկտ զոնային չենք, այստեղ մնում Nvidia-ն ինչի է գալիս այստեղ ներդրումներ անի, որ ժողովուրդը վերջո չի խրատվում, կամ չգիտեմ, էլի ուզում են էլի պատերազմ, մենք թռանք։ Գնացին, քանի այստեղ շուտ է։ Արման ջան, չեք մենք ուզում։ Խաղաղությունը գին ունի։ Մենք այդ գինը վճարել ենք, հա, շատ ցավոտ է։ Իհարկե, մենք այդ գինը վճարել ենք, ակամայից ենք վճարել, չուզելով ենք վճարել, զոհերով ենք վճարել, բայց այսօր ունենք խաղաղություն։ Իրանի շուրջ այսօր ինչ որ տեղի է ունենում, ծոցի երկրները օրական միլիարդավոր վնասներ են կրում, բայց այսենց կարճած ուզում են պահել խաղաղություն, այսինքն Սաուդյան Արաբիան չէր կարող, Դուբայը հիմա դատարկվել է Դուբայը։ Շատ կարևոր ցուցիչ է, ես ինչ եմ դա մատնում։ Իհարկե, աշխարհի թիվ 1 ցուցիչն է։ Առաջին թիվ 1 տուրիստական վայր են, հա, Եվ ոչ միայն տուրիստական, եւ ոչ միայն տուրիստական։ Ֆինանսական, տնտեսական, ապահովական, Շվեյցարիան էր արաբական աշխարհի, չէ՞։ Եվ ծոցի ամենահզոր երկիրը Սաուդյան Արաբիան այսօր վնասներ է կրում ահռելի, բայց մտքի ծայրով չի անցկացնում պատասխան հարվածներ հասցնել Իրանին։ Նույնն էլ մնացած արաբական 7-8 երկրները, որոնք ունեն ռազմական բավականին լուրջ պոտենցիալ, բայց ինչի չեն խփում Իրանին։ Ինչն է պատճառը։ Պատճառը այն է, որ իրենք ուզում են խաղաղություն։ Խաղաղություն, հակառակը Իրանի, որը նրանց ուզում է ներքաշել եւ այդ կոնֆլիկտը ոչ թե Իրանի կոնֆլիկտը, այլ գլոբալ արաբական աշխարհի կոնֆլիկտը, որտեղ իրենք կարող են հույս ունենալ չմեռնել, հա, այդ ռեժիմի մասին ենք խոսում, հա, որ կարող է ռեժիմը մեռնել եւ գոյատևել, որտեղ այդ չմեռնելու եւ գոյատևման մասին է, չէ, որ ռեժիմը Խամենեի որդուն է դնում։ Արդեն պարզ է, չէ, նրանք դրանով վաբան գնալով վերջին քայլ են անում եւ դրանք եւ բոլոր արաբական երկրները ասածից պես ոչ ոք չի ուզում ներքաշվել այդ գրվի մեջ։ Իհարկե։ Եվ մենք այդ ամբողջը ապրել ենք մեր կաշվի վրա, հա։ Մենք այդ գործողությունները տեսել ենք, հա, այդ պատրանքների միջոցով անցել ենք, մենք բոլորս էլ հասկացել ենք, որ սա մի հարց է, որը ընդամենը մեզ մանիպուլացնելու եղանակ է եւ սա մի հարց է, որտեղ մեզ ընդամենը զրկելու են մեր պետականությունից եւ մենք ընդամենը լինելու ենք վհատված, հա, սեփական դրոշը, գերբը, չգիտեմ, երկիրը չունեցող Ժողովուրդ ջան, մեր շուրջ քրդեր են նույնիսկ ապրում, նայեք, այդ մարդիկ հիմա միջև հիմա հայրենիք չունեն։ Ասորիներ կան, որոնք համարյա 50 միլիոն ժողովուրդ են, որը պայքար է տալիս իր հայրենիքի համար հիմա այսօր։ Իրանը դե չասեմ պայքարա գնում։ Ինչ ենք մենք ուզում։ Նորից կանգնենք եւ սին գաղափարներով, նորից կանգնենք եւ երկենք մուշը, վանը, արդահանը։ Եկեք պրագմատիկ լինենք մի քիչ, եկեք հույզերով չարաշնորթվեք վերջը։ Ինչ ենք մենք ուզում։ Արդյոք մենք դա ասելով ես էլի եմ ուզում հիշեցնել։ Առաջի համաշխարհայինից հետո, երբ որ հայ-թուրքական պատերազմն էր գնում, երբ որ Սարդարաբադի հերոսամարտը տեղի ունեցավ, մարդիկ վերցրեք քարտեզը եւ նայեք, թե Հայաստանի տարածքը որքան էր։ Շիրակի մարզը ամբողջությամբ, Լոռի մարզը կիսով չափ, արդեն Թուրքիան գրավել էր։ Այն մարտունակ հայկական բանակը, որը Սարդարաբադում ջարդեց թուրքերին, այդ ժամանակ Հայաստանի տարածքը այդքան էր։ Իսրայելի տարածքը այսքան չի, Բելգիայի տարածքին հավասարաչափ տարածք ունենք։ Հա, եվրոպական միջին զարգացած պետության, հա, չափերով միջին, իհարկե Բելգիան շատ զարգացած երկիր է, բայց չափերով միջին մի հատ երկիր է, այդ երկրի չափ մենք այսօր տարածք ունենք։ Արեիս մեր տարածք, ասում են մենք ունենք, եթե չեմ սխալվում, 350,000 հեկտար ամշակ հողեր։ Ժողովուրդ, եկեք այդ հողերը մշակենք։ 350,000 հեկտար, հա։
Իմիջայլոց են քաղաքացիները, որ Ռուսաստանից ավտոբուսով ուզում են տեղաշարժվել, այս իրանց համար առիթ է, որ մի հատ տուրիստական օգտվեն այդ Ռուսաստանի ձեռած ջրի տրանսպորտային հնարավորությունից, Գան այդ երկիր պատտվեն գնան։ Քրեապես հետապնդվող արարք, այսինքն ուղղորդված ձևով, պարտադրանքի ձևով քվեարկել, դա պատժելի է օրենքով, Այո։ հիշեցնենք, էլի, դա պատժելի է օրենքով, եւ վերջի նա եւս պետք է չմոռանա, որ եթե վատություն են անում իրենց ազգականներին, որոնք Հայաստանում են եւ ի տարբերություն իրենց պատանդ չեն իրենց իշխանության, ի տարբերություն իրենց ծանոթ բարեկամ չեն խառնում, որ պավեսկաներ չստանան իրանց տղեկին Ռուսաստանից չուղարկեն այն տեղը, որ մենք միշտ ես համորանում եմ Գուլյայ-Պոլեն։ Եվ ի տարբերություն, թող օգտվեն առիթից եւ նայեն ազատ անկախ երկրում, որովհետեւ իրենք պետք է նույնիսկ հասկանան մի բան, որ եթե իրենք գտնվում են, բռնել են այդ ճամփան եւ Ռուսաստանում են, դա եւս արել է վերջո Ռուսաստանը։ Նրանց սարքել է ասֆալտ փռող։ Նրանք մի հատ ես մի բան եմ այն օրը հիշել։ Ծրագիր կար չէ սոցիեչեստվենիկի։ Այդ ծրագրով հայերին խրախուսում էին, հրապուրում էին, որ գնային Ռուսաստան։ Ես ոչ մի բան չեմ հրահրում, բացարձակապես։ Ես ուզում եմ ընդհանրապես, որ մենք հավասարի պես վերջապես խոսենք եւ մեզ հարգեն։ Դուք հիշում եք, ժողովուրդ ջան, այն վարորդին հայ, որ հագցել են կանացի խալաթը եւ տարել դատարան, այո։ Տարել դատարան։ Նա եկեք հիշենք, էլի։ Եվ ես չեմ ուզում, որ իմ հայ եղբայրներն ու քույրերը Ռուսաստանում ընդամենը կոչվեն խաչ։ Ընդամենը կոչվեն խաչ։ Եվ եթե նրանք գալիս են մեկ անգամ եւս ասեցի 350,000 հողեր, բարար։ Նա թող գան, օգտվեն այդ առիթից, թող Տաշիր Սամոյի այդ ժողովրդին ոչ մի բան էլ չասեն։ Իրանց համար հանգիստ խելոք մի հատ թող գնան, պատտվեն, մի հատ թող նայեն, ես երկրում ինչ հնարավորություններ կան, ուր ենք, ուր հասանք, ինչ ենք արել, որտեղ ենք գտնվում, թող համեմատական անցկացնեն։ Եվ Արմանյան, ես ազատությունը եւ ազատ երկրում ապրելը ինչ հետաքրքիր, ինչ լավ բան է, երբ որ դա հատկապես քո հայրենիքում է։ Ես այսօր բոլորովին պատահաբար ուսումնասիրում եմ մի սոցցանցային չաթի գրագրություն, հա։ Այնտեղ տարբեր մարդիկ, այսինքն այդ բանը սկսել էր, այդ խոսակցությունը սկսել էր մեր մի հայրենակից, որը IT ոլորտից էր, եկել էր Հայաստան, այստեղ ստարտափ էր դրել, գործերը այսենց են, ու ինքը այդ որ գրել էր, ասում են ինձ այստեղ հարյուրավոր մարդիկ կան, որ ճանաչում են, ես չեմ խաբում, որ ես ինչքան եմ ափսոսում իմ այն 10 տարիները, որ ես կորցրեցի Ռուսաստանում, 10 տարի առաջ ես ուզում էի գալ, բայց ինչ բաները ինձ խանգարեցին, եւ այդ զրույցի մեջ մոտավորապես 100 մարդ էր մասնակցել, որոնցից 80-ը արդեն տեղափոխվել էին Ռուսաստանից, ես չեմ խոսում Ֆրանսիայից, Ամերիկայից կամ ուրիշ տեղից, Ռուսաստանից տեղափոխվել էին հայրենիք ու ճնշող մեծամասնությամբ կային մարդիկ, որ գրել են փոշմանել են, հա, այդպես էլ կար, մի երկու հոգի կային։ Երևի օբյեկտիվ է, եկել են փոշմանել են, չեն կարում բանին կաշառեն, նրան փող տան, այդ գործը ոնց որ այնտեղ սովորեն չի սա։ Հա, բայց այն 80%-ը ուղղակի երջանիկ ենք, փառք Աստծո, ափսոս, այն կորած հնարավորություններն ու տարիները այնտեղ։ Սա ես պատահական եմ դուրս եկել դրա վրա, ու դա ռեկլամ չէր, բան չէր, որ ինձ այդ սոցցանցը բերել էր։ Եվ ինչ խոսք իրավացես նշելու, որ այսօր արդեն էլ քննական ենթարկա չի, հա, դու պատկերացնում ես այսօր Մոսկվայում քայլող մարդիկ մեկ էլ հոպ ինտերնետ չունեն, որովհետև դրոնների հարձակումից խուսափելու համար, պաշտոնապես այդպես է ասվում, ինտերնետն են կտրում, որովհետև մեսենջերներն են բոլոր անջատում, թողում են մի մեսենջեր, որ KGB-ն ում ուզի ոնց ուզի լսի, այսինքն այդ խոսքի ազատություն, կոմունիկացիաների ազատ սահմանափակում ենք, դրա մասին էլ ենք խոսել, որ Ռուսաստանը փակելու են Հյուսիսային Կորեա 2։ Եվ այսօր
թող ոչ մեկ չփորձի, ես անընդհատ լսում եմ ու իմիջայլոց այնքան տխուր է էլի իրանց լսել, որովհետեւ որ նայում ես ոնց որ սովետի թվի ռադիոների ինչ որ տենց բաներ նարատիվներով տենց գան խոսան էլի, տենց որ պատմում են, որ ասենք դե մեր բանը եւ հայլեն, ասես խոսեցնում, խո վերջում ասում են լավ, դե ում հետ ենք դա անում, դե ասում է դե Չինաստան, դե բայց հերույա Ռուսաստանի հետ մի հատ դիմա ունենք, հա, պայմանագիր, ժողովուրդ ջան, թարգեք էլի։ Կամ գնացեք դուք Ռուսաստան, եթե տենց ցանկություն ունեք։ Մի հատ էլ Պուտինի նամակ գրեք, գնացեք այն բանում կռվեք, անուն չէ։ Գուլյայ Պոլե։ Գուլյայ Պոլե։ Արման ջան, ցավոք մեր եթերաժամը սպառվեց, այնտեղ էլի հետաքրքիր բաներ կային, ես դուրս էի գրել, որ դրա մասն էլ խոսեինք, բայց վարչապետը մեր պլանները խախտեց, այսպես ասած, որտեղ հրատապության հարց կա, չէ, վերջ-վերջո սա հրատապ է եւ եթե օգտագործում են սա ռուսների սիրած այն վիշինկը նա տորց է, հա, ԱՊՀ-ից դուրս է գալիս Մոլդովան, ամսի 15-ին եկող ամսվա 15-ին թե 12-ին կլի վերջնական քվեարկությունը եւ այդ երկիրը ձեռքերը կլվանա վերջին այն բանից, որը իրան կապում էր այդ նախկին համակարգի հետ։ Թերևս մեզ էլ մաղթենք մի տես մի։ Այո, այդպիսի մի բան էլ մեզ։ Շնորհակալություն Արման ջան։ Ես շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով մեր հերթական քննարկումն էր միջազգայնագետ Արման Ավագյանի հետ, ամենայն բարիք է ձեզ եւ լավ կլինի։